իրավունքների պաշտպանության համար։ Գիտեք, որքան բազմաթիվ է։ Այն ժամանակ, երբ Վահագն Չախալյանը ազատության մեջ է, անհնար է, որ Ջավախքում իրականացվեին որևէ մասշտաբի բռնարարքներ հայ բնակչության նկատմամբ։ Անհնար է, որ տիրեր հարկային տերոր։ Անհնար է, որ դպրոցներում ներքին կարգով բացառվեր գոնե ակումբային մակարդակով հայոց պատմության մասնակցի ուսումնասիրություն։ Նա կադրային քաղաքականության տեսանկյունից նույնպես այն ժամանակ, երբ տարիներ առաջ 2006 թվականին կարծեմ գործից ազատվել են Ախալքալակի վերջին հայազգի դատավորները վրացերենին չտիրապետելու պատրվակով, Վահագն Չախալյանի կազմակերպած ու հասարակական քաղաքացիական բողոքի խաղաղ ակցիան նպաստել է նրան, որ ստիպված եղան վերականգնել հայազգի դատավորներին։ Եվ այն ժամանակ, երբ Վրաստանից մեծ քանակությամբ ուսանողների կամ ուխտավորների անվան ներքո Ջավախ թափանցում էին վրացական խմբեր, որոնք ձգտում էին յուրացնել, աղավաղել, երբեմն ոչնչացնել միջնադարյան պատմամշակութային հուշարձանների հայապատկանության վկայությունները։ Չախալյանի գոն, ասեի մինչև իսկ վերահսկողության ներքո կազմակերպվում էր դրանց դարձյալ քաղաքացիական մակարդակի վրա խաղաղ պաշտպան։ Հետևաբար Վահագն Չախալյանը Ջավախում հայ բնակչության ինքնաբուխ կերպով ձևավորված ազգային ուժի վառ ներկայացուցիչ էր, ինքը երիտասարդ սերունդ էր, ինքը որևէ կերպ աղտոտված չէր այս կամ այն իրեն վարկաբեկած ուժի կամ անձանց հետ համագործակցությամբ եւ նա մեծ հնարավորություններ ուներ նպաստելու Ջավախքում իրոք ներքին առումով քաղաքական եւ հասարակական այնպիսի մի մարմնի ձևավորմանը, որը պիտի լիարժեք կերպով կարողանար Ջավախցիության իրավունքները պաշտպանել։